Բարի օր, բարի երեկո ձեզ, իմ շատ սիրելի հարգարժան հետևորդներ ջան, ծանոթ, անծանոթ, հարազատ դարձած հետևորդներ ջան, ասում եմ բարի օր, բարի երեկո, որովհետև արդեն երեկոյան ժամը 6-ն է, մինչև հողամասի գործին անցնելը, ուզում եմ սիրելիներս ձեզ ցույց տալ համայս գեղեցիկ պարտեզի բացված ծաղիկները, որը հիացնում է ինձ և ձեզ սիրելիներս, տեսեք ինչ գեղեցկություն եմ ցույց տալի, ծաղկունք է իսկական ծաղիկներին, սիրելի հետևորդներ ջան, այսօր երկրորդ պատվերը, որ պատվիրել ենք եկել է, հիմա սիրով գնամ ներս, ցույց տանք, թե ինչ ենք պատվիրել, որ եկել է, բացենք միասին, տեսնենք, նոր անցնենք հողամաս, այստեղ էլ որդիս արդեն ջրում է։ Սիրելիներս, ասեցի չէ, որ էլ ունենք ստանալու, որ պատվիրել ենք, հարցս պատվիրել է լուստրա, հիմա լուստրան է եկել, ջահ, գրական ասեմ, ջահ է պատվիրել ննջասենյակի համար, դետալներն են, հա, պետք է հավաքվի, պետք է հավաքվի, դետալներն են, սիրելիներս, հավաքենք, ցույց կտանք, մի խոսքով փակագծերը չեմ բացում, թե ում համար է, գիտեք արդեն ասել եմ ննջասենյակի մեբելը եկել է, բայց ում համար է, դեռ չեմ փակագծերը բացում, ընթացքում, որ սկսենք արդեն, մեծ լուստրայ է, հա, մեծ լուստրայ է, ընթացքում, որ սկսենք սենյակը արդեն աբոյ կպցնել, մի խոսքով, ամեն մանրուք ցույց եմ տալու, չէ որ ես ձեզ հետ կիսվում եմ մեր առօրյան, բացի պատրաստել, հա, դե պտի ամեն նոր, և եկել է վարագույրը, վարագույրել է պատվիրել, սիրելի հետևորդներ ջան, ծուլն է եկել, հեսա ցույց կտանք, 5 մետր, մի լուսամուտի է 5 մետր, ոչինչ, ես սիրում եմ, որ լուսամուտին, սիրելի հետևորդներ ջան, որ բաները, հա, ծալքերը շատ լինի, հեսա հարցս ցույց կտա և այձալը կբերենք ցույց տալու և պակրիվալ է գնել, ասինքն պատվիրել է եկել է, շատ են չէ հեշտացրել մեր գործերը, սիրելի հետևորդներ ջան, պատվիրում ենք, տունը նստած գալիս է պատվերը, էլ չենք գնում ընտրելու խանութից խանութ, մի անգամից կարած են բերում, ահա, հա, կարած է, շատ լավ է, կարած, պատրաստ, գլատկի, հիմա ով է ծաղկավոր անում, հիմա ցույց տա, գնա Մարինես, այձալներ բերը, 5 մետրը լավ է, թող ծաղկերը շատ լինեն, լավ մի քսի պոլին, ոչ մի, թելա թե բրական, չելա, լավ, ահա, թելեր, դե հիմա ծալի դիր, գնա Մարինե ջան, իմ աղջի, գնա այձալներ բեր, ես կվերեմ, թույտ մնա հեսա կավակ, հարսը բացում է, հա, հիմա հարսս ցույց է տալի պակրիվալը, ծածկոցը կրավատվի, նուրբ սիրելիներս, աբոյի, հա, աբոյի գույնինա, նուրբ ճաշակով շատ, զիզի բիզի, չգիտեմ ինչ, գնանոց, թանկանոց, ապրանք հետևից չեն գնում, թարմը, լավ, գեղեցիկ, որակով, թեթև
Покрывало. Հարմար է շատ։ Двухспальный է։ Եվրո։ Եվրո է, հա, սա էլ աբոյ է։ Որ անենք։ Այստեղ էլ աբոյներն է, պատի պաստառները և կարնեզը։ Հետևեք էջին, սիրելիներս, որ տեսնեք, թե որդիս ինչպես է վերանորոգում ննջասենյակը։ Հենց սկսենք վերանորոգման աշխատանքները, սիրով ցույց եմ տալու։ Սիրելիներս, գնումները ցույց տալուց հետո դուրս ենք եկել Հայաթ։ Ռեհան է այդ դեմից հանածը։ Լավ ծլել է։ Ամեն օր ջրում ենք, սիրելի հետևորդներ ջան, այնց շոկ հա, որ էլ ասելու չի։ Տեսեք, երեկա ջրե գարուշիկս։ Այսօր արդեն չոր է։ Երեկոյան ժամ է, տեսնում եք բնությունը։ Ծառերը կանաչ։ Գեղեցիկ է արդեն շուրջ բոլորը։ Շատ գեղեցիկ։ Մաքուր, պարզ ամպերը։ Սպիտակ, նոր մի քիչ առաջ նենց ամպերը գորգռում էին, հիմա արդեն ոնց որ տարավ այդ սև մութ ամպերը, այդ գորգռոցը։ Ռեհաներն էլ են լավ մեծացել։ Սածիլները ռեհանի, իսկ ցանածներն էլ լավ արդեն ծլել են։ Ամեն օր, սիրելի հետևորդներ ջան, պետք է ջրվի կանանչին, մանավանդ սոխը, բողկը ամսական, պետք է անընդհատ ջրես, սառը ջրով։ Լավ ծլել է ամեն ինչն էլ։ Հələ կլուպնիկան իշ լավ ծաղկել է։ Այն զաբորի մոտին արդեն ծաղիկները թափել են։ Երկու հատ էլ կաբաչկա ենք դրել։ Ջերմոցը գիտեինք վարունգ է, սիրելիներս, հանեցինք։ Կաբաչկա էր դդմիկ։ Հիմա տեղը կդնեն, ընդեղ էլ տեղ չկա մեր Հայաթում, որ տնկեն։ Այդ ճանապարհը փորել է որդիս, որ ընդեղ տնկեն։ Այս տանձերը կարլիկ արդեն ծաղկեցին, վերջացրեցին, բա մարգարիտկաներ ինչքան գեղեցիկ են, տանձերի շուրջ բոլորը։ Մեկ էլ սրա կողքն է։ Սիրելիներս, կանանչիները ջրեց, վերջացրեց, հիմա վարունգներն է ջրում։ Հիշում եք, 3 օր առաջ ենք տնկել վարունգը, 2 տերև էր, տեսեք, 3 տերև է դարձել։ Տեսնում եք ինչ լավ աճում է։ Հիմա ջրելու ընթացքում սկզբնական շրջանում ջրում ենք այսենց շուրջ բոլորը։ Արմատի մոտ չենք լցնում, որ արմատը չթուլանա։ Հետո արդեն վարունգները համ կբժարենք, բուկլից կանենք, առու կբացենք և շլանգով կջրենք։ Այդ բոլոր ընթացքը ձեզ ցույց եմ տալու, ձեզ հետ կիսվելու եմ, բացատրելու եմ, ամեն քայլը միասին ենք առաջ գնալու և կատարելու։ Հիմա լավ ջրում է։ 3 գարուշիկս ջրել է, բայց դարձյալ չոր է։ Այս դդմիկները 2 հատը, որպես վարունգ ենք գնել, դրել ենք ջերմոցը, արդեն լավ աճում էր։ Հիմա տեղափոխեցին դուրս, սիրելիներս, նորից ջրեց, արդեն ծաղկած է, մեկի վրա էլ դդմիկ կա, այ հեն է, երևում է դդմիկը, տեսնում եք, լավ աճում է։ Ման տալով ձեզ, սիրելիներս, եկա մտա ջերմոց պամիդորի։ Տեսեք, ինչքան լավ աճ ունի պամիդորը, բոլորը համատարած ծաղկած են, բոլորը համատարած գույները փոխել են սածիլները։ Պամիդորները չենք ջրելու, սիրելի հետևորդներ ջան, ուշ ենք ջրելու, որ նորից լավ սկսի աճել, հասկանան, նոր կջրենք։ Նորից կքախանենք, բուկլից կանենք, առու կբացենք և կթողնենք, որ կապտի։ Մարինկան ելակներն է ցույց տալի, տեսնում եք, արդեն
Ծաղիկները թափվել են, ելակները երևում են։ Այս տարի շատ բերք կա ելակների վրա։ Մարինկայիս ուրախությունն է ելակները։ Շատ սիրում է ելակ։ Անչափ սիրում է, ինչքան տաս կուտի ելակ։ Դե բոլոր երեխաներն էլ են սիրում, ինչու՞ չէ, մենք էլ ենք սիրում, սիրելիներս։ Ով չի սիրում ելակ։ Էս չորը կջրի որդիս, բայց այս մեկը երեք գարուշիկս ջրել է, որ հովտեղ է ծառերի և ցանկապատը ծածկում են, դա չի չորացել, վաղը կջրի։ Հիմա ձեզ հետ միասին ման գալով եկանք հասանք հարսից մոտ։ Հլը տեսնենք հարսս ինչ է անում։ Տեսնում եք, առուի միջի խոտերն է հանում։ Ոչ թե ցանած առու է, այլ որ այդ առվի միջով գնում, գալիս են, ջուր են անում։ Այդ խոտերն է հանում առվի միջի։ Չայիր է, քաշում է, քոքից հանում է։ Ասում եմ, այ բալամ, թող մնա, չէ։ Պետք է անպայման հանի, մաքրի, պլպլացնի մարգերը, որ լրիվ մաքուր լինեն։ Այսինքն հողն էլ թափ է տալիս։ Առուի մեջ մաքրեց, վերջացրեց, հիմա էլ անցել է վայրի նշենու, շուրջ բոլորն է մաքրում։ Պետք է անպայման մաքրի, անպայման, մենակ հողը թողնի, մաքուր հողը պետք է մնա։ Այսպիսի բնավորություն ունի ամեն գործի մեջ։ Ինչպես միշտ գարուշիկս էլ պետք է տանի այս հավաքած խոտերը, պապիկը ծառերը կտրել է ճյուղերը, մեշոկի մեջ լցրած խոտերի բերանը կապում է, որ չթափվի ճանապարհին, տանի թափի։ Ակուրատնի կապեց տղաս, հիմա կտանի կթափի։ Հավաքեց լրիվ խոտերը, ճյուղերը, հիմա տանում է թափի, աղբար կգա, սիրելի հետևորդներ։ Խելոք, հնազանդ լսում են, սիրելիներս, ինչ գործ ասես կատարում են, այնպես չի, որ զլանում են, աշխատասեր են ահավոր։ Էստեղ էլ գեղեցիկ սիրենը, յասամանն եմ ցույց տալի, մի հատ այնց անուշ հոտ ունի, ալերգիա ունեմ, դրա համար հոտ չեմ քաշում, սիրելիներս։ Որդիս խոզի միսը բաստուրմա է դնում, նոր շարունակի իր գործը։ Շկալն վիբալի սվանից։ Ձերտային։ Երիքա։ Պալպան։ Մի քիչ էլի կարում գար։ Լավ։ Այնքա բաժակներ կարաս խլես։ Պապան արել է։ Չէ, կոֆե։ Դες արել։ Կոֆե բաժակները։ Ստե ապտի լվաս միջեք սեվի բալից ու սյո։ Բեր, ձերդ բայ։ Կտրույա հայսի։ Երիք չի։ Բարև ձեզ, տատիկի շատ սիրելի հետևորդներ ջան։ Այսօր որոշել եմ կոֆեն ես դնեմ։ Որտեղ մամային գործ են անում։ Բաժակները չորնեսնեմ։ Սինին վերցեմ։ Պրծանք, հեսա տարելկաներն դնեմ։
Ամյա ջուրը կտակ հենա։ Մեկ Վերցի կոֆեն։ Երկու դեր 3 Հիմա այդ մռնյալը լսենք այդ մի հատ մոծակ ինչ ա ուզում Գնամ կոֆեն դնեմ վրա։ Գազը վառեցին, կդնեմ կոֆեն։ Սպասեմ եփվի։ Կոֆեն եփա։ Լսնամ հիմա ամանե բաժակների մեջ։ Կոֆեն պատրաստ է։ Կոֆեն եփավ պրծավ լսրի մամաները բաժակների մեջ, կանչեմ, որ պապայինք կոֆե խմեն, միջև խորովածը պատրաստ լինի, կնկարենք ձեզի։ Ստեսություն։ Սիրելիներս, խորովածի միսը, որքից դրեց բազում է։ Նարինկաս համեր անուշ կոֆեն պատրաստեց։ Խմեցին, հիմա հարցիսի գործով է անցել, որքից է խոտն է խաղում։ Մեր այլ։ Հիմա առաջանակ խոսնենք հարցս ինչով է զբաղված։ Փոսեր է անում, փոսերի մեջ է ջուր է լցնում։ Պետք է տնկի վարունգի սերմեր, ոչ թե սացիլ, են մի մորան սացիլ ենք արել։ Այստեղ կոճերն ենք տնկում, հետ ու առաջ, ես ձեզ սկզբից էլ ասել եմ, հիմա տեսեք, կոճերը դնում է առանց թռչել, առանց ծլել, շարում է այդ փոսիկի մեջ, որտեղ որ ջուր է լցվել։ Ամեն փոսի մեջ դնում է մեկ հատ վարունգի սերմ։ Ինչի՞ ես շոտ եկան։ Չկա շատ են։ Հա։ Մամի թեթև ցած։ Դրանք այսպես են։ Տնկելուց հետո մի փոքր հող է լցնում վրան ու չենք ջրելու, սիրելիներս, 2 օրից հետո նոր կջրենք։ Մանր հողը։ Որ թեթևը լինի հելնի։
Вот ստեղ ամանել, հեսա։ Այս պոշտը հոնե։ Հեսա մանել, նայ, շլապը։ Բրասկրի։ Այ, Սիրելիներս, խոտը քաղեց, վերջացրեց, հիմա էլ ավելով այն մանրուքները ավլում է։ Պետք է անպայման շուրջ բոլորը մաքրություն տիրի։ Դե հիմա կանանչ խոտ է, թո մնացորդը մնա, չէ, պետք է անպայման ավելով ավլի և հավաքի աղբը։ Բա արի ու մի բաժանորդագրվի, ու մի լայքի, մի հատ էլ լավ գրառում մի գրի։ Սիրելիներս, բա ոչ չլայքես, բա ոչ չբաժանորդագրվես և գեղեցիկ խոսքեր չգրես։ Դու էլ բարևես ես։ Հիմա էլ ավլածը հավաքում է, լցնում տաճկան, որ գարուշիկը ստանի թափի։ Այսօրվա վերջին գործն է, սիրելիներս, սա էլ հավաքվի, հարսս էլ արդեն վերջացրեց, լվացվեն և խորովածը պատրաստի։ Այ կոֆե։ Շատ լավ է ջրում, ջրի։ Սիրելի հետևորդներ ջան, որդիս այսքան հողամասում աշխատեց, ջրեց, խոտը քաղեց, հավաքեց, մի խոսքով այդ աշխատանքներից հետո հիմա էլ խորոված է պատրաստում, որ մեզ հյուրասիրի։ Տեսնում եք, ինչքան աշխատասեր է իմ որդին, Աստված ուժ ու եռանդ տա, առողջ պահի իմ որդուն և մնացած բոլոր որդիներին, զավակներին, երեխաներին։ Կոֆե դրեք աղջիկս շատ ապրի մարինես։ Տատի թեթև օգնականը։ էլի որ։ Որն է մտամասում սիրտ թող չգերում չու։ Ասում է շեյկան տանենք, թողի շեյկան, ինչ անեմ։ Դե դաչնիկները որ եկել են, դաչնիկները տանում են, հանութ հապրանք չեն թողնում, Դատարկ է սա։ դատարկություն։ Խորովածը արդեն պատրաստ է, սիրելիներս, համեցեք, նստենք մեր բակում, բնության գրկում, բնության լռության մեջ, վայելենք մեր ընթրիքը, խաղաղվում է բնության մեջ, սիրելիներս, մեր հոգիները, որ նստում ենք բնության գրկում, հանգստություն ենք ունենում, սիրելիներս, համեցեք։ Սիրելիներս, շատ մոծակ կա, մոխիր ենք լցրել, որ մխա, մենք էլ գոնե հաց ուտենք։ Այստեղ երկու շիշը լավ չի եփե, որդիս սպասում է, որ քաշի, նոր նստենք։ Մի տեսակ գլուխս էլ ցավում է, սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ ջան, խորովածը պատրաստ է, մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Այսօր էլ այսքանը։ Սիրելիներս, եղեք առողջ և օրհնված, տեսություն, մինչ նոր հոլովակ։